Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող երկուամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր փրկարար ծառայությունից և ոստիկանությունից։ Մեկ շաբաթ է, ինչ շարունակվում են երկուամյա Տիգրանի որոնումները, սակայն մինչ այս պահը որևէ նորություն չկա։ Անհետացած 2 տարեկան Տիգրանի պապիկը լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում պատմել էր, որ երեկ զանգել են իր որդուն Տիգրանի հորը և երեխայի լացի ձայն միացրել ու անջատել, և դա 2 անգամ։ Հետադարձ կապ հաստատել զանգողների հետ չի հաջողվել, արգելափակել են հեռախոսահամարը, թե ով կարող էր զանգել, պապը պատասխան չուներ, էնքան մարդ կա, որ ուրիշի տխրության վրա երջանկանում է։ Մի անգամ էլ զանգել, ասել են ձեր երեխային հանում են երկրից, այդ ժամանակ էլ տեսանյութեր են ուղարկել, համեմատել են ու հասկացել, որ տարբեր երեխաների մասին է խոսքը։ Պապիկը նաև նշել էր, որ իրավապահները տեղյակ են զանգերից ու իրենց գործը կատարում են պատշաճ։ Մեկ անգամ էլ նշել է՝ երեխան գետը չէր կարող ընկնել ու միայն հույս ունի, որ երեխային գոնե չեն վնասի։ Անդրադառնալով երեկ տարածված լուրերին, այսօր արդեն երեխայի լացի ձայն միացնելու և անջատելու հետ կապված առաջին լուրերի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասել է, որ ահազանգողի ինքնությունը ճշտվել է, երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի։